Արագածոտնում կնունք ծնունդ հարսանիքներ են հետաձգվել, հոգևոր ծառայությունը կաթվածահար է եղել այդ մարզում։ Արդիկ գնում են եկեղեցիներ եւ այնտեղ հոգևորական չկա, որտեղ արդեն շուրջ 11 քահանա բերման են ենթարկված։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, բերման է ենթարկվել 1 տասնյակ քահանա։ Սրբազանի տեղը ձերբակալությունից հետո գրեթե 6 ժամ հայտնի չէր։ Երբ որ մի հատ տարական հարց է տալիս, որ որտեղ է ձերբակալվածը, որտեղ է բերման ենթարկվածը, այս պետությունում էլ ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ 9 ժամ է ԱԱԾ-ն խուզարկում է Արագածոտնի առաջնորդարանը գործի դնելով անգամ կտրող գործիքներ։ Խուզարկությունների դեմ բողոքի ալիք են բարձրացրել եկեղեցու փակ դռների առաջ կանգնած մարդիկ։ Մինչև հեչ են բացում բերանները։ Բացեք, խոսացեք, 2 կոպեկով բերանները փակում է ձեր։ Քպականները հերքում են, թե եկեղեցու դեմ արշավին նոր թափ են հաղորդել Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած ռևանշիզմի մեղադրանքները։ Դուք եք տեսնում այդ կապերը, ես այդ կապերը չեմ տեսնում։ Եվ արդեն երկրորդ օրն է դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու դատախազության միջնորդությունը, աբսուրդ են որակում փաստաբանները գործարարին ներկայացված մեղադրանքները։ Մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի։ Իդեպ ոչ թե 60, այլ 120 օրն էլ իրենց բավարար չի։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրի հիմնական թողարկումն է։ Եվ այսպես ԱԱԾ-ականները չեն նահանջում Արագածոտնի առաջնորդարանից, ավելի քան 9 ժամ է խուզարկություններ են իրականացվում գործի դնելով կտրող գործիքներ, անգամ փրկարար ծառայության աշխատակիցներ են եղել առաջնորդարանի շենքում։ Այդտեղ է նաև Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կեցավայրը, բայց նրան ոչ թե առաջնորդարանում, այլ իր բնակարանում են ձերբակալել։ Աստծո դուռը հավատացյալների առաջ առավոտից փակած իրավապահների դեմ բողոքի ալիք է բարձրացել։ Մարդիկ ամոթանք են տվել ԱԱԾ-ականներին։ Փրկարարներ են կանչվել աշտարակի Սուրբ Մարիանե առաջնորդանիստ եկեղեցի, թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոսի նստավայր։ Փրկարարը լինգով, լոմով, փորձում է ինչ-որ բան բացել, հավանաբար չհրկիզվող պահարանի դուռը։ Լոմն անզոր է, կարծես էլեկտրական սղոցն են գործի դնում։ Երևի ստացվում է գործը գլուխ բերել, համենայն դեպս փրկարարները հեռանում են, իրենց հետ տանելով գործիքները։ Գրեթե 9 ժամ է ոստիկաններն ու ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում են, ասում են ծառայություն են իրականացնում։ Եվ թույլ տան մտնել։ Ուղղակի մեր ծառայության բերում ենք։ Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Առաջնորդարանում քննչական գործողություններ են, ոչ մեկին ներս չեն թողնում։ Ասպատակությունը ինչ են կողմում։ Այո, որևէ մեկը կա։ Դուք ընտանիք մեծ երեխա թող չունեք, չեք վախենում այս անեծքը, որ ձեր տների վրա է գալի։ Կողպված է մնում Սուրբ Մարիանե եկեղեցու դուռը, իսկ աշտարակի ոստիկանապետը վստահեցնում է, թե բաց է եկեղեցին։ Բաց է, դե եկեք գնամ։ Ուղեկցեք։ Խնդրում եմ ուղեկցեք։ Եկեղեցու բակ տանող դարպասն է բաց, բայց ոչ տաճարի դուռը։ Փոխգնդապետ Ասատրյանը չի հասկանում, թե ինչու են հենց այսօր հավատացյալները որոշել մոմ վառել եկեղեցում, երբ քննչական գործողություններ են արվում։ Մոմ ենք ուզում վառել։ Ո՞վ եք վառում, երեք գայք վառեք։ Այսօր ենք ուզում մոմը վառել։ Հենց այսօր քննչական գործողություններ եղավ, նոր ուզում եք մոմ։ Մայրաթորի վրա հայտնի գրոհից 4 ամիս անց են Արագածոտնի թեմը շրջափակել իրավապահները։ Առաջից անգամ են տեսնում sense բան։ Ու ես շշմել եմ։ Ահա, խնդրեմ։ Դրանց նայեք հլը։ Ու որ պետքա չեն տանում, նրանց վրա ուժները չի պակում։ Հայտնի չէ, թե որ ժամին են ԱԱԾ-ականները մտել առաջնորդարան։ Հավատացյալները դեռ առավոտյան 10-ին են փորձել եկեղեցու դուռը բացել։ Այդ ժամին արդեն փակ է եղել Աստծո տունը։ Դե ասում են, որ խուզարկություն է իրականացվում։ Ըստ էս ինչ պիտի գտնեն եկեղեցուց։ Չգիտեմ։ Շնորհակալ։ Բացի սրբությունից ուրիշ ոչինչ։ Վրդոված են հավատացյալները, ասում են չեն մտածել, թե երբևէ ականատես են լինելու, թե ինչպես է հալածվում հայ առաքելական եկեղեցին, հայ ազգի հիմնասյունը։ Ինչ է նշանակում այս անպատկառությունը։ Այս աստիճան ընկած է այս ժողովուրդը, արդեն մտածում են, որ գլուխներից վրայով ման են գալու։ Ընկած է, գոյություն չունի այս ժողովուրդը։
Այս երկիրը քանդեցին, տվեցին։ Բայց ժողովուրդը ուրա։ Աշտարակցի կուրեն։ Ուրա։ Նիկոլի վրա ուժները պատում, հա։ Բերի նստացրին գլխին տականքին։ Բերի ժողովրդի գլխին նստացրեցին հայվանին։ Հայվան։ Մինչև հեչ են բացում բերանները։ Բացեք, խոսացեք։ 2 կոպեկով բերանները փակում են ձեր։ Եկեղեցու հետապնդում են ստոր ձևով կատարելով Ալիևի հրամանները, Մոլլի հրամանները։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ Ուլ-Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեին նկատի ունի այս տղամարդը։ Կովկասյան Մոլլեն որկա։ Երկուշաբթի էր Փաշազադեն հերթական թունոտ մեղադրանքը նետել հայ առաքելական եկեղեցու հասցեին, թե իբր հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում։ 2 օր անց Հայաստանի իրավապահները եկեղեցու դռներ են փակում։ Ազգովի ենք մեղավոր եւ պատասխանատու այն ամենի համար, ինչ որ այսօր կատարվում է։ Մենք ազգովի զրկվել ենք ինքնասիրությունից, հպարտությունից, պայքարի ձևերից։ Ոչ թե զրկվել ենք, մենք ինքներս ենք մեզ զրկել դրանից։ 7-րդ դարի եկեղեցու անունն է կրում Մարինեն։ Նա էլ էր ուզում ներս մտնել, չստացվեց։ Եթե եկեղեցու, այսպես ասած, Աստծո մարդը կեղծ է լինում, դա շատ վատ բան է։ Ակնարկում է Մարինեն, որ եկեղեցու ծառաները գուցե Աստծո ծառաներ չեն։ Համենայն դեպս վստահեցնում է Մկրտիչ Սրբազանի մասին վատ բան չի լսել։ Ես այսքան ժամանակ ինչ որ լսել եմ, դա ես ոչ մեկին չեմ ճանաչում, վատ բան չեմ լսել իր մասին, չգիտեմ։ Փակում են բոլոր նրանց, ովքեր անձնական կարծիք ունեն։ Համոզված է այս կինը, որ հազիվ է զսպում արդյունքները։ Այն մարդը, ով ազատ կարծիք ունի, իրանք տանում են ու վերջ։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Ավելի քան 6 ժամ անհայտ է եղել Արագածոտնի թեմի առաջնորդի տեղը, հետո հայտնի է դարձել, որ նա կենտրոնի քննչականում է։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն է արդեն ներկայացրել դատարան, նրան մեղադրանք է առաջադրվել։ Սրբազանը ձերբակալված է, իրեն մեղադրանք են, քրեական հետապնդում են հարուցել իր նկատմամբ եւ Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու այդ մեղադրանքով, ինչպես նաև ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու։ Այս 2 մեղադրանքներն են, որը մեր գնահատմամբ շինծու են եւ բնականաբար սահակայեկեղեցական այս շարժման շրջանակներում է ընթանում։ Այլ մանրամասներ հիմա չեմ կարողանա ասել, որովհետեւ մենք էլ պետք է հասկանանք եւ մեր պաշտպանական տակտիկան մշակելիս մեր գործողությունները պլանավորենք, պետք է տեղեկացնեմ, որ իրենք պետք է ներկայացնեն կալանքի, այսինքն Սրբազանին տանել են կալանավորման եւ ամենայն հավանականությամբ փորձել են անանեն, ինչ արել են Սրբազանին։ Բերման ենթարկված 1 տասնյակ քահանաները վկայի կարգավիճակ ունեն, նրանցից առնվազն մեկին Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարենին արդեն ազատ են արձակել։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարությունների հիմքով են իրականացվել սկանդալային ձերբակալությունները։ Իբրև թե ինքը ընդդիմության հավաքների մասնակցել է վերադասի հրահանգով, բայց հաղորդում ներկայացրել է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը։ Ավելի քան 6 ժամ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում անցկացնելուց հետո գլխավոր մուտքից դուրս է գալիս Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը, առանձնանում հոգևորականների ու փաստաբանների հետ։ Քննչական ոչ մի գործողության չի մասնակցել Տեր Փարենը, այդքանն է ասում լրագրողներին, ազատ է, տուն է գնում վկայի կարգավիճակով։ Եթե հարգում եք հոգևորականին, խնդրում եմ, բան չեմ կարող ասել, այս Քանի քահանա է մնում քննչական վարչության ներսում, փաստաբաններն են անգամ դժվարանում հստակ ասել։ Մոտ 1 տասնյակ քահանաների անուններ են հրապարակվել լրատվամիջոցներում, բոլորն էլ Արագածոտնի թեմից են։ Ձերբակալվել են նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Քիչ առաջ էլի քահանայի անուն տվեցին, որ բերում են այստեղ։ Քիչ առաջ ասացին, որ քահանաներից մեկը տանը չեղե, որդուն են փորձել բերման ենթարկել, հետո քահանայի հետ կապ են հաստատել, ասել ես կգամ։ Այս տիպի սպառնալից աշխատանքներ են կատարվում։ Օրը ցերեկով Աշխատանքային ժամն ավարտվում էր արդեն, երբ փաստաբանները ՄԻՊ-ի միջոցով կարողացան ճշտել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գտնվելու վայրը։
Կենտրոն քնչականում է Սրբազանը, մինչև դա փաստաբանները նրան անվանում էին բռնի անհետացած։ Բոլորը ինչ որ իրենց սենյակներում, կաբինետներում, վարչություններում, գերատեսչություններում նստած են, աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, բայց երբ որ մի հատ տարական հարց է տալիս, որ որտեղ է ձերբակալվածը, որտեղ է բերման ենթարկվածը, այս պետությունում էլ ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Ձերբակալելուց առաջ խուզարկել են եպիսկոպոս Պրոշյանի կեցավայրը, նա Գարեգին II կաթողիկոսի քրոջ որդին է։ Փաստաբանների տեղեկություններով ձերբակալությունը կապ ունի հանրային հեռուստաընկերության եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարությունների հետ։ Նա ասել էր, թե ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով։ Մենք արդեն ասեցինք։ Վերադասը ըստ էության Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է։ Բնականաբար Տեր Արամը ցուցմունք է տվել, պարզ որ ցուցմունք է տվել եւ իր ցուցմունքն այս ամբողջ գործընթացի հաղորդում չի եղել։ Դե հաղորդում չի եղել, բայց վստահ եմ որ նա ցուցմունք տվել է։ Հասկացա որ Հայլուրի թղթակցին Տեր Արամը վստահեցրել է, թե առաջին անգամ է լսում հոգևորականների ձերբակալությունների մասին։ Այն խնդիրն է։ Դրանից են տեղեկանում ճիշտ ասած որ նման բան ա եղել։ Տեղյակ չեք, որ խուզարկել են ձեր Սրբազանի, ձեր թեմի առաջնորդի։ Չեմ լսել։ Դե այդ մասով կարծում եմ չի ստում, եկբայն է տեղեկանում, բայց վստահ եմ ինքը ցուցմունքներ է տվել։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունն է հաղորդում ներկայացրել դատախազություն, պահանջել քննել, հավաքին մասնակցել հարկադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները։ Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգի դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու դեպքում։ Լրագրողներին ասել է իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Մենք այդ կապված հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Առայցօր մեր հաղորդման վերաբերյալ որևիցե նորություն չունենք։ Եվ ճիշտ ասած այսօր էլ որ ձերբակալությունները սկսեցին, մենք չգիտենք որ դա մեր հաղորդման հիման վրա է, ընթացքում հասկացանք որ դա մեր հաղորդման հիման վրա հարուցված գործով է։ Ես ուզում եմ հասկանամ, սա ինչ անհարգալից վերաբերմունք է։ Առավոտից փաստաբանները փորձում էին մտնել քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ Բոլոր գործողությունները ապօրինի են, բայց ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ հոգեբանական, այլապես իմաստը ուղղակի այս բռնի անհետացման կբացակայեր։ Եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները հասնում են իրենց հերթական հանգրվանին, այսինքն ուղիղ հարձակվել մայրաթորի վրա չստացվեց, որովհետև ժողովուրդը այնուամենայնիվ իր սրբության սրբոցը կպահպաներ եւ անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից ունի հավատալիք, որի դեմ, ուրեմն սպառնալիքը կարող է ժողովրդի բացասական վերաբերմունքով չեզոքացվել, լուծումը գտան։ Ինչ կարգավիճակ էլ տա քննչական մտած քահանաներին կոմիտեն, փաստաբանների համոզմամբ նրանք հանգիստ կարող են օգտվել մեղադրյալի քրեադատավարական իրավունքներից, որովհետև 6 ժամից ավելի սահմանափակված էր նրանց ազատ տեղաշարժը։ Լարա Արաքելյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Այժմ տեղափոխվենք Սաղմոսավանք, որտեղ աշխատում է Հայլուրի նկարահանող խումբը, այդ վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Փարենը ազատ արձակվելուց հետո դեռ այնտեղ չի վերադարձել, բայց եկեղեցու դռները բաց են հավատացյալների առաջ։ Կապ հաստատենք իմ գործընկեր Հայկ Ավանեսյանի հետ։ Հայկ, ինչ կարող ես հայտնել այդտեղից։ Բարի երեկո Լիլիթ, ինչպես նշեցիր, այս պահին մենք Սաղմոսավանքում ենք, մեզ են հասել լուրերը, որ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը դուրս է եկել քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունից, բայց վանքում նա չի հայտնվել մինչև այս պահը։ Ճիշտ է, վանքի դռները բաց են, բայց աշխատողներից մեկը մեզ ասաց, որ օրվա ընթացքում մի քանի զույգ է եկել Սաղմոսավանք պսակադրության ծեսի։ Տեսել են, որ հոգևոր հովիվն այստեղ չէ, ստիպված հետ են դարձել։ Սաղմոսավանքը ամբողջ օրն է բաց եղել մոմավաճառի խոսքով։ Մենք զրուցել ենք տեղացիների հետ։ Այստեղ մեծ հարգանք է վայելում Տեր Փարեն Քահանա Առաքելյանը։ Ինքը շատ լավ մարդ է, մենք կարելի է ասել շատ լավ մարդ է։ Մենք իրանից վատ բան չենք տեսել ազես։ Շատ շնորհալի, շատ լավ։ Մեր երկու Տեր հայրենի շատ շնորհալի մարդիկ են եղել։
Մենք շատ գոյ ենք դրան իրանցից։ Մենք ված բան չենք տեսել։ Դրանք ինչ պիտի վնասնեն մարդուն, որ իմ կարծով վնասել է ժողովրդին։ Եկեղեցին է բան ժողովրդին։ Ինչ պիտի վնասնեն, հակառակ ժողովրդին միացնում է։ Եկեղեցին չլի այդքան մարդին ինչ պիտի գայր։ Եկեղեցին է միացնում է ժողովրդին։ Այն ժամանակ փակ է սովետի ժամանակ իրար չէր ճանաչ ժողովուրդը։ Հիմի մարդիկ ունեն շփվում են այդքան, բայց աստու բան տունը, մարդիկ ցանկա իրար շփվեն։ Դա կարևոր է։ Դիտողներ, ինչպես հայտնեցինք, մեզ Այս պահի համար այսքանը Լիլիթ մեզ հայտնելու։ Շնորհակալ եմ Հայկ, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես հայտնեցինք, Սաղմոսավանքից մեզ մանրամասներ էր հայտնում իմ գործընկեր Հայկ Ավանեսյանը։ Սա պայքար է ոչ թե անձերի, այլ հայ առաքելական եկեղեցու դեմ հայլուրի հետ զրույցում հայտարարել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսային։ Նա հայտնել է, որ նշանակված կնունք հարսանիքները հետաձգվել են, քանի որ եկեղեցիներում քահանաներ չեն եղել։ Մայրաթորը հոգևոր դասում սկանդալային ձերբակալություններից հետո երկար ժամանակ չի կարողացել պարզել, ում որտեղ են տարել։ Երեք հայլուրի հետ զրույցում Տեր Եսային կանխատեսել էր, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հայտարարությունից հետո եկեղեցու դեմ ռեպրեսիաների նոր ալիք է լինելու։ Մայրաթորում ամեն րոպե նոր տեղեկության են սպասում Արագածոտնի թեմի հոգևորականների ճակատագրի մասին։ Արագածոտ թեմի ոչ մի հոգևորական չեն կարողանում կապվել։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայիի խոսքով առավոտյան Արագածոտնի թեմի քահանաներից մեկի ընտանիքն է զանգել Մայրաթոր, ասել որ բերման են ենթարկել թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ու 1 տասնյակից ավելի քահանաների։ Արդեն շուրջ 11 քահանա բերման են ենթարկված։ Անորոշություն է Արագածոտնի թեմում։ Մարդիկ գնում են եկեղեցիներ կնունքի, հարսանիքի արարողությունների համար, բայց ոչ մի եկեղեցում հոգևորական չկա, ասում է Տեր Եսային։ Օշականի, Սաղմոսավանքի, Մուղնիի, Բյուրականի եւ մի քանի այլ եկեղեցիների հոգևոր հովիվներին են տարել իրավապահները։ Մարդիկ գնացել են պսակադրության եւ հոգևորական չկա, գնացել են հուղարկավորություններ են տեղի ունեցել առանց հոգևորականի, այս է իրավիճակը։ Որևէ կապ չունի այն, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է, ասում է Տեր Եսային։ Սա անձերի խնդիր չէ։ Նրա վստահեցմամբ Հայաստանի իշխանության հակաեկեղեցական արշավի, Բագրատ եւ Միքայել Սրբազանների կալանավորումների տրամաբանական շարունակությունն է այսօր կատարվողը։ Աննախադեպ է իրավիճակը եւ միանշանակ մեզ համար մտահոգիչ եւ միանշանակ դատապարտելի այս հակաեկեղեցական արշավը եւ այս հետապնդումները, շինծու մեղադրանքները ցավալի է իրողության առջև են կանգնած։ Տեսեք կոնկրետ խնդիրը անձերի մեջ չի, խնդիրը կոնկրետ եկեղեցու դեմ է պայքարը։ Մայրաթորը պատրաստում է հայտարարություն տարածել հակաեկեղեցական արշավի այս նոր սկանդալային դրվագի վերաբերյալ։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Րոպեներ առաջ Մայրաթորը տարածել է խոստացված հայտարարությունը հստակեցնելով, թե ովքեր են ձերբակալվել։ Խուզարկություններ են իրականացնել Արագածոտնի թեմի առաջնորդարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ Արագածոտնի թեմի քահանաների եւ աշխատակիցների բնակարաններում։ Բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը թեմի 12 քահանաներ։ Տեր Փարեն քահանա Արաքելյանը, Տեր Հայկ Քոչարյանը, Տեր Մկրտիչ քահանա Երանյանը, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը, Տեր Հայկ քահանա Սահակյանը, Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, Տեր Գարեգին քահանա Արսենյանը, Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, Տեր Օշին քահանա Հայրապետյանը, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Տեր Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը եւ գործավարը։ Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Տեր Սարգիս քահանա Սարգսյանի, Տեր Նարեկ քահանա Սարգսյանի, Տեր Օշին քահանա Հայրապետյանի, Տեր Համբարձում քահանա Դանիելյանի, Տեր Վրթանես քահանա Բաղալյանի պահման վայրը եւ նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից։ Արագածոտնի թեմի առաջնորդի թեմում ծառայող քահանաների եւ աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու եկեղեցու հեղինակությանը եւ ախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգեվորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։ Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսարարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։
է։ Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ Հայաստանի իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն, խորացնելով հանրային պառակտումը։ Մեր հոգևորականներին եւ հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ եկեղեցու պաշտպանության դիրքերում, խարդավանքներով, սպառնալիքներով ու բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին եւ հավատավոր ժողովրդին։ Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության ու մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար, ինչպես նշեցի, հայտարարություններ տարածել Մայր Աթոռը։ Շարունակենք հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշազադեի մեղադրանքների ու հոգևորականների նկատմամբ իրավապահների այսօրվա գործողությունների միջև կապը հերքում են ՔՊԱ-ականները, պնդելով, թե լրատվամիջոցներն են արհեստական կապեր ստեղծում։ Լուսինե Բադալյանը Հայլուրի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը որոշումները կայացնում է բացառապես ներքին օրենսդրության շրջանակներում եւ խորհրդատվության կարիք չունի, հատկապես հարևան երկրների կողմից։ Դուք եք տեսնում այդ կապերը, ես այդ կապերը չեմ տեսնում։ ՔՊԱ-ականներն իսկապես չեն տեսնում, թե չեն ուզում տեսնել, որ շատ ուղիղ կապ կա Ադրբեջանի հոգևոր առաջնորդի Մայր Աթոռի հասցեին հնչեցրած հերթական մեղադրանքների եւ այսօր Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալությունների միջև։ Դատարկ խոսակցություններ են։ Ըստ ՔՊԱ-ական Լուսինե Բադալյանի, Հայաստանը որոշումներ կայացնում է բացառապես ներքին օրենսդրության շրջանակներում եւ խորհրդատվության կարիք չունի, հատկապես հարևան երկրների կողմից։ Առաջարկում է ազատվել վատ սովորություններից եւ Հայաստանում տեղի ունեցողը չկապել Ադրբեջանից եկող հրահանգների հետ։ Հասկանում եմ ինչու է դա, անընդհատ կապել, այսպես հիշեցնել Փաշազադեին, նրան բերել ինչ-որ օրինակներ, որպեսզի ժողովուրդը այսպես ամրապնդվի այն կարծիքը, որ ամեն ինչ իշխանությունները անում են Ադրբեջանի պատվերով։ Որքան էլ ՔՊԱ-ականները կուրծք ծեծելով հերքեն այդ կապը, ըստ փորձագետների, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը պարբերաբար Փաշինյանի թիմն ակտիվացնում է Բաքվի պահանջով։ Երբ Ադրբեջանում զգում են, որ Հայաստանում սկսած հակաեկեղեցական արշավը արդյունք չի տալիս, Մայր Աթոռը չի տրվում սադրանքների, տարբեր միջոցներով, այդ թվում իրենց հոգևոր առաջնորդի բերանով նորից բորբոքում են կրակը։ Բայց սա ոչ թե Հայաստանի, այլ Փաշազադեի պրոբլեմն է համարում ՔՊԱ-ական Լուսինե Բադալյանը։ Դա իր պրոբլեմն է։ Այդ հարցերը տվեք իրեն, որովհետև իմ պատկերացմամբ, իմ արժե համակարգի մեջ չի մտնում, որ քրիստոնյան կարող է խանգարել կամ դեմ լինել խաղաղությանը։ Այդ դեպքում ինչու են ՔՊԱ-ականները Փաշինյանի գլխավորությամբ անվերապահ աջակցություն հայտնում այն հոգևորականին, որը ըստ փորձագետների ընդգրկվել է հայ առաքելական եկեղեցին ներսից քանդելու արշավին։ Միանշանակ եւ աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ այն հոգևորականներին, ովքեր աջակցում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին եւ որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին։ Եկեղեցին բոլորինն է։ Փաշինյանի աջակցությունից հետո միայն Հովհաննավանքի քահանա Տեր Արամը շտապեց հանրային հեռուստաընկերություն, որտեղ խոսեց եկեղեցու ներսում իր արձանագրած խնդիրների մասին։ Հոգևորականը, որ 44-օրյա պատերազմից հետո Facebook-ում գրել էր, թե «Էս երկրին Կադիրովի նման առաջնորդ է պետք», հասկացա, որ հմեկում հայտարարեց, թե ինքը ընդդիմության ակցիաներին մասնակցել է ոչ թե իր կամքով, այլ վերադասի հրահանգով։ 37-ը մեր բոլորի աչքի առաջ է։ Այն տուն պահող բոլոր անաստվածները, քննիչ, այն դիմակ հակած ԱԱԾ-ականները թող հասկանան, որ տեսախցիկի առաջ են դիմակով։ Գնում են տուն երեսներին երևի տուննել են թքում։ Թող չարթարանան տուն են պահում։ Ոչ մեկ ԱԱԾ պետից, քնչականի պետից մինչև վերջի ստահակը։ Փաշինյանի ընդդիմախոսները վստահ են հայ առաքելական եկեղեցու դեմ Ադրբեջանից իջնող հրահանգները կատարելով, Փաշինյանը փորձում է ապահովել իր իշխանության վերարտադրությունը։ Մարդ, որը փորձում է վերարտադրվել եւ ապրում ու կռիվ է տալիս այս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Կարեն Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Այս թեմային անհրաժեշտության դեպքում նորից կվերադառնանք, այժմ շարունակենք։
Արդեն երկրորդ օրն է հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Այս պահին դատական նիստը ընդմիջվել է, փաստաբանի տպավորությամբ նիստը 1.5-ից 2 ժամ դեռ կշարունակվի։ Ինչպես հայտնել ենք, Սամվել Կարապետյանին նոր մեղադրանքի առաջադրվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելը։ Այսօր էլ երեկվա պես դատարանի բակում են հավաքվել փաստաբաններ, քաղաքական գործիչներ, սովորական քաղաքացիներ Կարապետյանին աջակցելու համար։ Երեք փաստաբաներ եւս իրենց դիրքորոշումը կհայտնեն, որից հետո դատարանը եւ վարույթի հանրային մասնակիցները եթե հարցեր կունենան պաշտպաներին կհնչեցնեն, այնուհետեւ դատարանը կհեռանա առանցին սենյակ որոշում կայացնելու։ Իմ գնահատմամբ երևի թե 1 ժամից 2 ժամ դեռևս կտևի process-ը։ Իսկ որ առանցին սենյակում դատավորը որքան կմնա, դա արդեն չենք կարող։ Պարոն Հակոբյանը խոսել է ելույթ ունեցել։ Ոչ։ Պարոն Հակոբյան, մենք այնքան ենք խոսում, իրեն հերթ չենք տալիս։ ավելի քան կարծես 50 քննիչ չէ գործողներ գրաված դատարանում քանիսն են։ Քննչական խումբը բաղկացած է 53 քննիչներից, դատարան ներկայացել են 3 քննիչներ են եղել 3, այսօր ներկայացել է նաև հսկող դատախազը։ Իրենց դիրքորոշումը ո՞րն է, որ մարդը պետք է մնա կալանքի տակ, ինչ են պնդում, պարոն Հակոբյան։ Դե իրենք պնդում են, որ արկա է հիմնավոր կասկած վերագրվող արարքներում, նաև արկա է բոլոր հիմքերը օրենքով նախատեսված, այն է փախուստի դիմելու հավանականությունը, հանցանք կատարելու հավանականությունը եւ ապացման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը։ Իհարկե դրանք լրիվ չեմ ուզում ասել անհեթեթ ասեմ ակնհայտ չպատճառաբանված սուբյեկտիվ դատողություններ են, մենք մեր դիրքորոշումը արդեն 10 ժամ երեկանից տեղել, 3 ժամ էլ հիմա է եղել, մենք մեր դիրքորոշումը ներկայացրել։ Կարապետյանի գործով դատական նիստը վերսկսվել է երեքշաբթի եւ ընդհատվել կեսգիշերից հետո։ Այդ ժամին Սամվել Կարապետյանի փաստաբանը լրագրողներին պատմել էր, թե ինչպես է ընթացել դատական նիստը։ Ըստ Արամ Վարդևանյանի, քննիչներն ավելի քան 2 ժամ ընթերցել են կալանքը երկարաձգելու միջնորդությունը ու Վարդևանյանի պնդմամբ ներկայացվածը Սամվել Կարապետյանի հետ որևէ կապ չի ունեցել։ Ինչ է կատարվել Սամվել Կարապետյանի գործով շուրջ 10 ժամ տևած դատական նիստին, փաստաբան Արամ Վարդևանյանը միայն կեսգիշերից հետո է կարողացել մեկնաբանել։ Ընթերցում էին մի երկար անհետաքրքիր փաստաթուղթ, որը իրավաբանության հետ կոնկրետ Սամվել Կարապետյանի գործով ընդգծենք, որևէ առնչություն չունի։ Քննիչների բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն է անիմաստ թուղթ անվանում փաստաբանը։ Պարզվեց, որ 52 թե 52 քննիչներից բաղկացած քննչական խումբը այս շուրջ 60 օրվա ընթացքում առնվազն իրենց դիրքորոշումները այդպիսին դեռ որոշ գործողություններ չեն հասցրել անել։ Այս գործով զբաղվող 5 տասնյակից ավելի քննիչներից 2 ժամից ավելի է պահանջվել միջնորդությունն ընթերցելու համար, հետո հարցեր են տվել փաստաբանները։ Հարցերով հանդես եկանք, մեր հարցերը բավականին հստակ էին, տեղին էին, պատասխանները առնչություն չունեին հարցերի հետ։ Հարցերից մեկը գաղտնազերծում է Վարդևանյանը։ Հարց հնչեց, իսկ լավ, դուք օրինակ կոչերի հետ կապված այս մեղադրանքը ինչից ելնելով եք փորձել կառուցել։ Հիշեցման կարգով պարզապես նշենք, որ այս տարի Սամվել Կարապետյանի հայրն էր մահացել եւ հունիսի 17-ին, երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր Հայաստանում, 40-ի արարողությանն էր մասնակցում, դա էր հիմնական առիթը եւ պատճառը, որ վերջինս գտնվում էր հենց Հայաստանի Հանրապետությունում, այդ հանգամանքը եւս ընդգծվեց։ Այս հարցին քննիչների պատասխանը նույնպես ըստ փաստաբանի հարցի հետ առնչություն չի ունեցել։ Քննիչի պատասխանը այն էր, որ իրականացվում է բազմակողմանի օբյեկտիվ լրիվ քննություն։ Նիստն ընդհատվել է պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելուց առաջ, այսօր են փաստաբանները խոսելու դատարանում։ Ալբերտ Սերոփյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Այդ համաձայնությունը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործը կուղարկվի դատարան։ Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ հայտնում է, որ հարկադրանքի այլ եղանակով կատարված շփման հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սպարտակ Ղուկասյանին, իբրև թե նա օգտագործելով իր սոցիալական դիրքը եւ հեղինակությունը Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին, պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստի
Սեբաստիան Գոտի եւ վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը եւ ուղղորդել։ Գյումրիի քաղաքապետի որդու նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Սիրելի հեռուստադիտողներ, այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Իրանի տարածքով մինչև այս տարվա վերջ կանցնի օկուպացված Արցախը Նախիջևանին կապող ճանապարհ, որ Իրանի ձեռքին կարող է Ադրբեջանին զսպող գործիք լինել խիստ անհրաժեշտության դեպքում։ Իրանը այստեղ չի կարող եւ չի ցանկանալու հավելյալ խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի համար, որպեսզի այն չկորցնի իր գրավչությունը եւ Ադրբեջանը օգտվի հենց իրանական տարածքից։ Բաքվում պահվող հայգերիների կալանքի վերաբերյալ ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի արտահայտած կոշտ դիրքորոշումը երեկ եւս մեկ անգամ հնչել է կազմակերպության ամբիոնից։ Սա շատ կարևոր արձանագրում էր, որտեղ Ադրբեջանը հերքում է եւ հրաժարվում է տրամադրել համապատասխան կարգավիճակ Ժնևյան կոնվենցիաների համատեքստում։ ԱՄՆ նախագահը տոմահավքների հարցով նորից հույս է տվել Զելենսկիին, հնարավոր է առաջիկա տետատետից հետո Կիևը ստանա ամերիկյան տոմահավքները։ Ուրբաթ ինձ մոտ կգա Ուկրաինայի նախագահը։ Ես գիտեմ, թե ինչ են ասելու։ Նրան զենք է պետք։ Եվ Իսրայել-Իտալիա ֆուտբոլային խաղը հակաիսրայելական կրքեր է բորբոքել իտալական ու Գինեի փողոցներում, բախումներ են սկսվել ցուցարարների եւ իրավապահների միջև։ Սկսենք տարածաշրջանային օրակարգից։ Մինչև այս տարվա վերջ Նախիջևան օկուպացված Արցախին կապող ճանապարհ կանցնի Իրանի տարածքով։ Այդ ճանապարհն ըստ իրանագետների կարող է Ադրբեջանին զսպող գործիք դառնալ Իրանի ձեռքին, փակելու այդ ճանապարհը խիստ անհրաժեշտության դեպքում։ Բայց այդ դեպքում Իրանը որպես տարանցիկ երկիր կկորցնի իր գրավչությունը Ադրբեջանի համար։ Մինչև այս տարվա վերջ Բաքուն եւ Թեհրանը կավարտեն Քալալե աղբան երթուղու շինարարությունը։ Այն Նախիջևանը կապելու է օկուպացված Արցախին Իրանի տարածքով։ Օկուպացված Արցախից, Աղբանդի շրջանից դեպի իրանական Քալալե այնտեղ կամուրջ, իսկ այնտեղից էլ դեպի Ջուրֆա ավտոճանապարհ է կառուցվում։ Այսինքն Իրանի տարածքով գոյություն ուներ Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ, հիմա նաև Արցախի օկուպացված տարածքներից են կառուցում ճանապարհ, որը նորից կկապի Նախիջևանին։ Այդ ճանապարհն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի այլընտրանքն է Իրանի տարածքով։ Ինչի մասին պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է Բաքվին Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մտքից հետ պահելու համար։ Իրանագետների խոսքով Քալալե աղբանդ երթուղին պարզապես այլընտրանք է Ադրբեջանի համար, բայց ոչ հիմնական ճանապարհ։ Անկախ նրանից Իրանի տարածքով ունի այլընտրանքային ճանապարհ թե ոչ, Ադրբեջանը նաև հետամուտ է Հայաստանով ճանապարհ ունենալուն։ Հետևաբար Իրանի տարածքով ճանապարհի գոյությունը Ադրբեջանի դեպքում պարզապես պլյուս է եւ ալտերնատիվ ցանկացած իրավիճակում ունենալ եւս մեկ ճանապարհ, որը կկապի Նախիջևանին։ Այն, որ այս պահին Ադրբեջանը Նախիջևանին կապվելու միայն մի ցամաքային ուղի ունի, մեծ առավելություն է Իրանի համար։ Նախիջևանը օկուպացված Արցախին կապելուց հետո Իրանը կրկնակի ճնշման եւ զսպման գործիք կունենա Ադրբեջանի վրա, նկատում են փորձագետները։ Բայց հաշվի առնելով արևմուտքի կոշտ պատժամիջոցները Իրանը միայն խիստ անհրաժեշտության դեպքում կփակի Ադրբեջան-Նախիջևան կապը, խնդիրներ ստեղծելով Բաքվի համար։ Իրանի կողմից կարող է լինել ճնշման գործիք, բայց այստեղ մենք պետք է նաև հասկանանք եւ ֆիքսենք, որ Իրանի հերթին եւս շահագրգռված է, որ իր տարածքը օգտագործվի, հետեւաբար Իրանը այստեղ չի կարող եւ չի ցանկանալու հավելյալ խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի համար, որպեսզի այն չկորցնի իր գրավչությունը եւ Ադրբեջանը օգտվի հենց իրանական տարածքից։ Իրանը ձգտում է դառնալ միջազգային հաբ, լինել տարանցիկ երկիր, բարձրացնել իր միջազգային նշանակությունը։ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասին Բաքվում նիստ են արել Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանն ավելի շահագրգռված է Կովկասով աշխարհին կապող ճանապարհներով, քանի որ պատժամիջոցների, հետևաբար ավանդական երթուղիների փոփոխության պատճառով հյուսիս-հարավը դաշնության համար ելքի միջանցք է, նկատում են փորձագետները։ Ինչպես հենց ռուս պաշտոնյաներն էին բնորոշում, եթե նախկինում այս միջանցքը առավելություն էր, ապա հիմա անհրաժեշտություն է։ Ադրբեջանը պետք է Իրանի հետ կառուցեր հյուսիս-հարավ ճանապարհի անավարտ Ռաշտ աստարաերթուղին, սակայն Իրան-Ադրբեջան ժամանակ առ ժամանակ սրվող հարաբերությունների պատճառով Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները, սառեցրել է ֆինանսավորումը։
Իրանական կողմը բազմիցս դժգոհել է հարևանից։ Դրանից հետո է երթուղու ֆինանսավորումն իր վրա վերցրել Դաշնությունը։ Հիմա իրանական Աստարայում Բաքուն միայն երկաթուղային տերմինալն է կառուցում ու այն վարձակալելու է 25 տարով։ Գաნა Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ադրբեջանի քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի քարտեզը, որտեղ Հայաստանի Հանրապետության տեղանունները նաև թուրքական անուններով են նշված։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են քարտեզագիրների միավորման նախագահի հայտարարությունը, ըստ որի իբր քարտեզը հիմնված է բարձրորակ տիեզերական պատկերների վրա։ Հատուկ ընդգծված է մի տարածք, որը Արազի միջանցք են անվանում ադրբեջանցիները։ Ըստ միավորման նախագահ Մուքաբիլ Բայրամովի քարտեզի վրա պատկերված են Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի հատվածներ։ Բնակավայրեր, ճանապարհներ, գետեր եւ լեռներ, մինչդեռս թուրքագետ Վարուժան Գեղամյանի տարածված քարտեզի վրա նշված ճանապարհին չկան նշաններ, որոնք կհուշեն անցագետերի մասին։ Կրեմլը հայտարարել է, որ Բաքվի եւ Երևանի վերջնական հաշտությունը պետք է ստորագրվի Մոսկվայում, այդ մասին հայտարարություն է արել Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին ու Բաքվին տրամադրել անհրաժեշտ ամբողջ օգնությունը մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների, ասել է Գալուզինը։ ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեն խիստ մտահոգված է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող 23 հայերի կալանքով։ Այս մասին ՄԱԿ զեկույցը հիշեցրել է կազմակերպության հայաստանյան պատվիրակությունը։ Զեկույցում նշված է, որ հայ գերիների իրավունքների եւ անվտանգության հարցը ավելի է սրվել Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո, քանի որ այժմ չկա որևէ կառույց, որը կարող է նրանց այցելել։ Ինչպես հիշում եք, 3 ԵԱԿ գործող նախագահի հետ մամուլի ասուլիսից հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Հայաստանը փորձում է գտնել կողմ, որի միջոցով կստանա տեղեկություն գերիների վերաբերյալ։ Բաքվում պահվող հայ գերիների կալանքի վերաբերյալ ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի արտահայտած կոշտ դիրքորոշումը երեկ հիշեցրել է ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը։ Այդ զեկույցով ՄԱԿ-ը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է համարում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ գործողությունները։ Դա շատ կարևոր արձանագրում էր, որտեղ Ադրբեջանը հերքում է եւ հրաժարվում է տրամադրել համապատասխան կարգավիճակ Ժնևյան կոնվենցիաների համատեքստում։ ՄԱԿ զեկույցում նշված է, որ հայ գերիների իրավունքների, անվտանգության եւ արժանապատվության մասին մտահոգություններն ավելի են սրվել Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո։ Ճիշտ է, այնպես չէ, որ Կարմիր խաչից շատ բան էինք իմանում հայ գերիների մասին, բայց հիմա Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ կառույց, որը կկարողանա անխոչնդոտ այցելել հայ գերիներին։ Բոլորս գիտենք եւ մենք էլ որպես կազմակերպություն բազմիցս արձանագրել ենք Ադրբեջանի կողմից կիրառված պրակտիկան խոշտանգումների, վատ վերաբերմունքի եւ այլն, հատկապես հայերի նկատմամբ։ Ոստի Կարմիր խաչի բացակայության գործոնը շեշտադրել կարծում ենք շատ կարեւոր էր եւ տեղին է։ Երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի փոքր հույս արթնացրեց։ Միրզոյանը ասաց, որ Հայաստանը փնտրում է ինչ-որ երրորդ կողմի, որի միջոցով կկարողանա Ադրբեջանից տեղեկություններ ստանալ այնտեղ պահվող հայ գերիներից։ Լիահույս եմ, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները շատ զգուշավոր են եւ անտեղի հույսեր եւ ակնկալիքներ չեն ստեղծի։ Փորձագետները չեն հասկանում, շատ են միջազգային հարթակները, որոնք Հայաստանի կառավարությունը կարող է օգտագործել գերիների հարցը բարձրացնելու համար։ Գրեթե օրը մեջ տեսնվում են Ալիևն ու Փաշինյանը, Միրզոյանն ու Բայրամովը, բայց գերիների հարցով որևէ տեղաշարժ չկա։ Վստահ եմ, որ ցանկացած միջազգային հանդիպում, լինի դա երկկողմանի թե բազմակողմանի, որի շրջանակներում հնարավոր է բարձրաձայնել այս հարցը եւ ԵԱՀԿ-ում պետք է բարձրաձայնվեն եւ ՄԱԿ-ում, ինչպես տեսանք, երեք բարձրաձայնվեց եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան մեխանիզմների շրջանակներում պետք է բարձրաձայնվեն եւ որևէ կերպ բաց չթողնվեն։ Ըստ Միրզոյանի, իրենք ամեն օր են աշխատում գերիներին վերադարձնելու ուղղությամբ, բայց կուլիսներում Շարմ Էլ-Շեյխում էլ ինքը քննարկել է գերիների հարցը Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ինչպես եւ միշտ այս պահին եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Միջազգային լրահոսին անցնենք ռուս-ուկրաինական ռազմաճակատի վերջին զարգացումները։ Ուկրաինան հնարավոր է ստանա ամերիկյան տոմահավքները, եթե հաջողանցնի Թրամփի հետ Զելենսկիի հերթական հանդիպումը։ Համենայն դեպս ՆԱՏՕ-ն այսօր այդ հարցը չի քննարկի։ Մինչ այդ Լոնդոնը այս տարի 100,000 անօդաչու կտա Կիևին, 85,000 ԱԹՍ արդեն մատակարարել է։ Զապորոժիեի ատոմակայանի էլեկտրաէներգիան վերականգնելու համար Մոսկվան առաջարկում է տեղական հրադադար։
Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, որը ռուսների վերահսկողության տակ է անցել 2022 թվականին, էլեկտրաէներգիա չի արտադրում։ Սակայն այն անհրաժեշտ է վառելիքի սառեցման խիստ կարևոր պրոցեսի համար։ Արդեն 3 շաբաթ է Զապորոժիեի ԱԷԿ-ը արտակարգ դիզելային գեներատորներով է աշխատում։ Ռուսական հրետակոծության պատճառով է կայանը անջատված էլեկտրացանցից։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորներով։ Գեներատորներն ու կայանը նախատեսված չեն դրա համար եւ երբեք այդքան երկար չեն աշխատել այս ռեժիմով։ Արտաքին էլեկտրաէներգիայից ատոմակայանը զրկվել է, երբ Դնեպրի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը անջատվել է։ Մոսկվան հերքում է Կիևի մեղադրանքները։ Հիմարություն է մեղադրել ռուսական կողմին մեր իսկ կողմից վերահսող կայանը ռմբակոծելու համար։ Էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են նաև Դնեպրոպետրովսկում, Կիրովոգրադի եւ Պոլտավայի մարզերում։ Էներգետիկ ենթակառուցվածքներին իր հարվածները Մոսկվան անվանում է պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողություններին։ Ուկրաինային տոմահավք մատակարարելու հարցը ՆԱՏՕ-ի այսօրվա նիստում չի քննարկվի։ Քանի որ դա երկկողմանի հարց է, մեկ երկիր պետք է որոշի, արդյոք դրան կմատակարարի Ուկրաինային։ Եվ այդ մեկ երկրի ղեկավարը դարձյալ ուղիղ չի ասել, կտա թե չի տա տոմահավքներ Կիևին։ Ուրբաթ ինձ մոտ կգա Ուկրաինայի նախագահը։ Ես գիտեմ, թե ինչ է նա ասելու։ Նրան զենք է պետք, նրան տոմահավքներ են պետք։ Բոլորը տոմահավքներ են ուզում։ Մենք շատ տոմահավքներ ունենք։ Լոնդոնն այս տարի 100,000 անօդաչու կտա Կիևին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ արդեն Ուկրաինայի մատակարարել է ավելի քան 85,000 ռազմական անօդաչու թռչող սարքեր, որոնք էական նշանակություն պետք է ունենան ուկրաինական առաջնագծի համար։ Սակայն ուկրաինացիներն ըստ էության դաշնակիցների օգնությամբ էլ չեն կարողանում պահել առաջնագիծը։ Ռուսական բանակը եւս 3 գյուղ է իր վերահսկողության տակ վերցրել Դոնբասում։ Ռուսները դիրքերն ամրացրել են Ոսկրեսենսկի մոտակայքում, առաջ են գնում Դնեպրոպետրովսկի մարզում Իվանովկայի ուղղությամբ։ Ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոյի խոսքով ուկրաինացիները շրջափակման մեջ են Դոնեցկի Դրոնովկա գյուղում։ Եթե ռուսները մտնեն Դրոնովկա, ուկրաինացիները մատակարարման եւս մեկ խողովակ կկորցնեն։ Խարկովի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է, ընդգրկելով 40 բնակավայր։ Ուկրաինայի եվրագործընկերները շարունակում են պնդել, որ ուկրաինացիների համար լավ ժամանակներ են սկսվում։ Կիև ժամանած Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր պատասխանատու Կայա Կալասն է այդ մասին խոսել։ Սակայն ուկրաինացիներն այդքան էլ լավատես չեն։ Չափազանց շատ են դասալքության դեպքերը։ Ըստ ուկրաինական տելեգրամ ալիքների, զինվորականները ռուսներից չեն փախչում։ Նրանք լքում են զորամասերն ու դիրքերը հրամանատարության տարօրինակ հրամանների պատճառով։ Ամերիկյան քաղաքական ծառայություններ ընկերության հարցումներով, եթե պատերազմն ավարտվի, ռազմական դրությունը չեղարկվի եւ Ուկրաինայում վերջապես նախագահական ընտրություններ անցկացվեն, Վլադիմիր Զելենսկին կպարտվի։ Ուկրաինացիների ֆավորիտներն են Ուկրաինայի զինված ուժերի նախկին հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնին եւ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ Զովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Մոսկվայում այսօր տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի եւ աշխատանքային այցով Ռուսաստան ժամանած Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Ալ-Շարայի հանդիպումը։ Սիրիան հարգում է Մոսկվայի եւ Դամասկոսի միջև նախկինում կնքված բոլոր համաձայնագրերը եւ ձգտում է սահմանել երկկողմ հարաբերությունների նոր բնույթ հայտարարել է Ալ-Շարան։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ նախագահները քննարկելու են ռուս-սիրիական հարաբերությունների զարգացումը քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ուղղություններով, նաեւ մերձավոր արևելքի հետ կապված առանցքային թեմաներ։ Ֆրանս պրեսը վկայակոչելով Սիրիայի կառավարությունում իր աղբյուրը հայտնել էր, որ Շարան մտադիր է խնդրել Ռուսաստանի իշխանություններին այդ երկրում ապաստանած Բաշար Ալ-Ասադին արտահանձնել Դամասկոսին։ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Պակիստանի լրատվամիջոցները հայտնել են, որ Աֆղանստանում ահաբեկիչների դիրքերին հարվածել են ի պատասխան Կուրամի մարզի անցակետերի վրա նրանց հարձակման։ Ավելի քան 15 խաղաղ բնակիչ է սպանվել, վիրավորվել են 100-ը, այդ թվում 80 կին ու երեխա։ X-ում գրել է Աֆղանստանի Թալիբանի խոսնակը։ Երբեմն ի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի Թալիբանը ապաստան է տվել Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան ծայրահեղական խմբավորման, որն անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ։
Գազա քաղաքում մաքրվում են 2 տարում իսրայելական հարվածներից ավերված շենքերի փլատակները, Քաթարի աջակցությամբ Քաթարի դրոշներով բուլդոզերները վերաբացում են ճանապարհները, փորձելով հեշտացնել քաղաքի բնակիչների տեղաշարժը։ ՄԱԿ-ի հաղորդագրությունների համաձայն Իսրայել-Համաս պատերազմում Գազայի հատվածում գրեթե 193,000 շենք մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է։ Եվ Իսրայել-Իտալիա ֆուտբոլային խաղը հակաիսրայելական կրքեր է բորբոքել իտալական Ուդինեի փողոցներում, Պաղեստինին աջակցող մի խումբ մարդիկ դուրս են եկել փողոց, փորձելով ճեղքել ոստիկանական շարքերը։ Բախումներ են սկսվել ցուցարարների ու իրավապահների միջև։ Մանրամասները ռեպորտաժում։ Չնայած Գազայի խաղաղության պայմանագրին, պաղեստինցիներն ու իսրայելցիները չպարզած հաշիվներ ունեն։ Իսրայել-Իտալիա ֆուտբոլային խաղից առաջ Ուդինեի փողոցներում բախումներ են սկսվել Պաղեստինին աջակցող ցուցարարների եւ ոստիկանների միջև։ Քաղաքի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց հակաիսրայելական բողոքի ակցիայի։ Ցուցարարները փորձել են անցնել ոստիկանական պատնեշների միջով եւ շարժվել դեպի մարզադաշտ։ Նրանք մետաղական իրեր, պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, աղբամաններ հրդեհել։ 1000 ոստիկան է ներգրավվել արյունահեղությունները կասեցնելու համար։ Երթը ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արդյունքաբեր գազ է օգտագործել։ Լարված իրավիճակում Իսրայելի հավաքականի ավտոբուսը մարզադաշտ է ուղեկցվել 13 ոստիկանական մեքենայով ու հատուկ նշանակության ուժերով։ Իսրայելի հավաքականի հյուրանոցի տանիքին անօթաչուներ ու դիպուկահարներ են տեղադրվել հավաքականի անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ խաղից առաջ մարզադաշտի կարգադրիչները թույլ չեն տվել, որ երկրպագուները ներս մտնեն Պաղեստինի դրոշներով։ Իսրայելին ցեղասպանության համար մեղադրող սուլոցների բողոքի ցույցերի ներքո Իսրայելը պարտվել է Իտալիային 3-0 հաշվով ու կորցրել հաջորդ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հույսը։ Իտալական Ուդինե քաղաքի 25,000 տեղանոց Ֆրիուլի մարզադաշտում խաղի համար 10,000-ից էլ պակաս տոմս էր վաճառվել։ Ակտիվիստների խոսքով հակաիսրայելական ցույցին ավելի շատ մարդ է եղել, քան մարզադաշտում։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքան Հայլուրի հիմնական թողարկման օրը կամփոփենք 20:30-ին հանդիպելու ենք այդ ժամին։